Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ արթնացել ենք քնից, առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել իր ճշմարտությունները եւ իր շնորհքով իրագործել մեր կյանքում, թող Աստված մեզ օգնական լինի այս ժամվա մեջ, որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ եւ ընկալել մեր սրտով եւ մեր մտքով եւ իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աստծո սերը եւ արդարությունը, եւ այսօրվա դասը արդեն 7-րդ դասն է, որը կոչվում է Չարի հիմնախնդիրը։ Աստված սեր է եւ նա իր սերն է ցույց տալիս ամեն օր, չնայած մենք չենք տեսնում Աստծուն, բայց մենք ունենք այս կապը, նուրբ կապ Աստծո հետ, որ ինքը միշտ մեր մասին հոգում է, ամեն առավոտ մեզ արթնացնում է քնից, ամեն օր մեզ ապահովում է ամեն բարիքներով եւ թող Աստված մեր աչքերը բացի եւ մեր սրտերը շնորհակալություն լցնի, երախտագիտություն լցնի Աստծո հանդեպ չարության փոխարեն։ Ուրեմն հիշելու համարն է Հայտնություն 21:4 համար։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու նաև ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկիններն անցան։ Այսինքն պատճառ չի լինելու սուգի եւ ցավի համար, որտեղ մեղք չի լինելու։ Շատ կարդանք մեծ պայքար գրքից, շատ ուղեղների համար մեղքի ծագումը եւ նրա գոյության պատճառները տարակուսանքի աղբյուր են։ Նրանք տեսնում են չարի աշխատանքը իր սարսափելի հետևանքներով, վիրշտ ու ամայացում եւ զարմանում են, ինչպես կարող այս ամենը գոյություն ունենալ նրա գերիշխանության ներքո, ով անսահման է իմաստությամբ, զորությամբ ու սիրով։ Դա գաղտնիք է, որի բացատրությունը նրանք չեն կարողանում գտնել։ Այսինքն շատ մարդիկ այդ հարցն են տալիս եւ ես ինքս էլ տալիս եմ այդ հարցը։ Եթե Աստված սեր է եւ Աստված ամենաուժեղն է, ինչու է նա թույլ տալիս չարի գոյությունը այս երկրի վրա, ինչու ինքը չի պատժում եւ այլն եւ այլն։ Մինչեւ որ ես ճանաչեցի ճշմարտությունը եւ հասկացա եւ ստացա բոլոր հարցերիս պատասխանները։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք այդ թեման, թե ինչու մեր կյանքում գոյություն ունի չարը, ինչու Աստված դեմը չի առնում չարի, այսպես ասենք։ Մինչև երբ ով Տեր Հոբ 30:26-ի մեջ Հոբը ասում է, ես բարիքի էի սպասում, բայց չարիք եկավ ինձ վրա։ Այսինքն Աստվածաշունչը պնդում է, որ Հոբը արդար էր, այսինքն դա Աստծո տեսակետն է, ոչ թե մարդու։ Ասում է Հոբը արդար մարդ էր Աստծո առաջ եւ ինքը բարության գործեր էր, ինքը հարուստ մարդ էր եւ իր հարստության մեծ մաս օգտագործում էր մարդկանց օգնելու համար եւ այդքանից հետո Հոբը հույս ուներ, որ իր ծերությունը հանգիստ է լինելու, ասում եմ բարիքի էի սպասում, որտեվ ես միայն բարիք եմ տվել, բայց ցավոք սրտի հանկարծ չարիք է գալիս։ Ինչու է Հոբը այս հարցը տալիս, որտեվ մենք առավելություն ունենք Հոբի հետ համեմատած։ Հոբը չգիտեր այն ամբողջ ճշմարտությունը, որ այսօր մենք գիտենք, որ ինչպես է ծագել չարը եւ ինչու է Աստված թույլ տվել չարի գործունեությունը այս երկրի վրա եւ Հոբը չգիտեր, թե ինչ մեծ պայքար է ընթանում չարի եւ բարու միջեւ այս երկրի վրա, չգիտեր, որ այնտեղ, երբ որ հավաքվում են Աստծո ժողովին, բոլոր ներկայացուցիչները, բոլոր
մոռացա հայերեն, այսինքն ինչ որ Աստված ստեղծել է այս երկրի, այս տիեզերքում, ոչ միայն երկիրը, գոյություն ունեն մի քանի հատ ոչ միայն մեր տիեզերքը գոյություն, այսինքն մեր վսիլեննայը, այլ նաև շատ ուրիշներ եւ ժամանակ առ ժամանակ ներկայացուցիչները հավաքվում են Աստծո մոտ եւ իրեն, ասենք, report են տալիս, թե ինչ է կատարվում եւ ցավոք երկրի կողմից մինչև Հիսուսի խաչվելը այդ ժողովին ներկայանում էր սատանան, ինչու, որտեղ Ադամն ու Եվան իրենց ընտրությամբ սատանային իրենց իշխող դրեցին եւ սատանան զավթեց այս մոլորակը եւ դրա համար ինքն էր որպես ներկայացուցիչ ներկայանում այս ժողովին եւ երբ որ Աստված ասեց տեսար իմ արդար զավակին Հոբին սատանան ասեց իհարկե որ արդար կլինի, իհարկե որ քեզ կսի, որտեղ դու իրան տվել ես ամեն ինչ, երջանկության համար, հարստություն, երեխաներ եւ այլն եւ այլն եւ որպեսզի Աստված ապացուցեր, որ Հոբը իրեն սիրում է ոչ թե նրա համար, որ օրհնված է, որ հարստություններ ունի, այլ ուղղակի սիրում է, որ Հոբը իրեն հավատարիմ է եւ թույլ տվեց, որ սատանան վերցնի իրենց հարստությունը, երեխաներին եւ այլն, բայց Հոբը նորից չմեղանչեց, ասեց Աստված տվեց, Աստված վերցրեց, Հոբը դա լավ բարձ հասկանում էր։ Եվ դրանից հետո հիվանդություն եկավ Հոբի վրա, բայց Հոբը նորից չմեղանչեց Աստծո առաջ, նորից չբողոքեց, ուղղակի արդարացի հարց տվեց, թե ինչու։ Ես սպասում եմ բարիքի, բայց իմ վրա չարիք եկավ։ Եվ ես հիմա այսպես տառապում եմ։ Ես միշտ ձգտել եմ բոլոր մարդկանց տառապանքները թեթևացնել, բայց այսօր ես տառապում եմ եւ ոչ ոք չի թեթևացնում իմ տառապանքները, այլ նույնիսկ իմ ընկերները եկել են եւ ուզում են ապացուցեն, որ ես մեղավոր մարդ եմ, դրա համար էս շարիքը եկել է իմ գլխի։ Ուրեմն Հոբը շատ բան չգիտեր եւ դրա համար այս հարցերը տալիս էր Աստծուն։ Երեմիա 12:1-ին 12:1 համարում արդար ես ով Տեր, երբ քեզ հետ վիճեմ, սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ։ Ինչու է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ է։ Սա նորից զուտ մարդկային տեսակետ է, այսինքն կարծես թե թվում է թե այդ ամբարիշտները հանգիստ են, ոչ մի խնդրեմ չունեն, բայց դա ընդհանրապես սուբյեկտիվ կարծիք է եւ այս հարցը Երեմիան տալիս է Աստծուն։ Այսինքն Աստվածաշնչում էլ այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է։ Մենք չպետք է փորձենք լուծել չարի հիմնախնդիրը թերագնահատելով աշխարհում առկա չարի տեսակի կամ չափը։ Չարը շատ վատ բան է եւ Աստված ատում է այն նույնիսկ ավելի քան մենք։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք միանալ այն աղաղակին, որ հնչում է ամբողջ Սուրբ Գրքում, ի պատասխան աշխարհում կատարվող բազմաթիվ չարագործությունների ու անարդարությունների, մինչև երբ, ով Տեր։ Մատթեոս 27:46 համարում Հիսուսը ասեց. Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Այստեղ եւս մենք տեսնում ենք, որ չարը դիպավ նաեւ անձամբ Աստծուն։ Զարմանալի ճշմարտություն, որ ամենազդեցիկ կերպով ընդգծված է խաչի վրա Քրիստոսի տառապանքների ու մահվան մեջ, որտեղ աշխարհի ողջ չարիքը բարթվեց նրա վրա։ Բայց նույնիսկ այս հրեշավոր իրադարձության մեջ հույս կա, այն ինչ կատարեց Քրիստոսը խաչի վրա հաղթեց չարի աղբյուրին, սատանային, եւ ի վերջո ամբողջովին կոչացնի չարը,
Հիսուսն այս խոսքերը մեջ բերեց Սաղմոս 22 գլխից առաջինից, բայց Սաղմոսն ինքնին ավարտվում է հաղթանակով։ Կարդանք այդ Սաղմոսը, Սաղմոս 22, շատ հետաքրքիր Սաղմոս է։ Այն իր մեջ պարունակում է մարգարեություն Քրիստոսի տառապանքների մասին, որը ճշգրիտ կատարվեց։ Գիտեք, մեր հավատքը հիմնված է մարգարեությունների վրա, Աստծո խոսքի վրա։ Եվ այստեղ 22 Սաղմոսը որ կա, պարզորեն նկարագրվում է, թե ինչ պիտի կատարվի Փրկչի հետ։ Առաջին համար Աստված իմ, ինչու ես թողել ինձ, հեռու ես ինձ փրկելուց եւ իմ հառաչանքի խոսքերից։ 7-րդ համարը բոլոր ինձ տեսողները ծաղրում են ինձ, բացում են ինձ շրթունքները, ինձ գլուխը շարժում, ասում են նա հուսած Տիրոջը, թող ազատի դրան, թող փրկի, որտեղ հավանել է դրան։ Նույն խոսքերը ասում էին հենց իրենք փարիսեցիները եւ շատ մարդիկ, որ ասում էին Հիսուսի կողքով։ Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ եւ բասանի ուժեղ եզերը պաշարեցին ինձ, այսինքն այդ ամբարտավան մարդկանց համեմատում է եզերի հետ։ Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա հոշոտող եւ մրնչացող առյուծի նման։ Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպածեք իմ քիս եւ դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ, որտեւ շները շրջապատեցին ինձ եւ չարերի ամբողը պաշարեց ինձ, ծակեցին ինձ ձեռքերն ու ոտքերը։ Ես հաշվում եմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ, շորերս բաժանում են իրար մեջ եւ վիճակ են գցում պատմուճանիս վրա։ Տեսեք, ինչ ճշգրիտ կատարվել է այս մարգարեությունը։ Իրոք այս բոլորը կատարվեց Քրիստոսի խաչելության ժամանակ, բայց ասում է, բայց դու ով իմ Տեր մի հեռացիր, ով իմ զորություն շտապիր ինձ օգնության։ Ազատիր իմ անձը սրից եւ իմ կյանքը շան զորությունից։ Փրկիր ինձ առյուծի բերանից եւ այրի ցլերի եղջյուրներից ու պատասխանիր ինձ։ Եվ իրականացավ սա, այո, իրականացավ։ Քրիստոսի կյանքը չավարտվեց գերեզմանում, նա հարություն առավ եւ համբարձվեց Աստծո մոտ, որպեսզի մեր ներկայացուցիչը լինի այսուհետ։ Այսինքն երկրի ներկայացուցիչը այսուհետ Հիսուսը պիտի լիներ, որտեղ ինքը փրկագնեց մեր երկիրը սատանայի ձեռքից։ Եվ այս Սաղմոսը, որ իրականում մարգարեություն է, վերջանում է գովաբանության երգով։ Ինչպես, ես քո անունը պատմելու եմ եղբայրներին բազմության մեջ, որ ներքելու եմ քեզ։ Ով Տիրոջից վախեցողներ, որ ներքեցեք նրան, ով Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցեք նրան եւ վախեցեք նրանից, ով Իսրայելի բոլոր զավակներ, որովհետեւ նա չանարգեց եւ չհամարեց խեղճի խեղճությունը եւ իր երեսը չծածկեց նրանից, իսկ երբ նա աղակեց նրան, նա լսեց։ Քեզ օրներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը, թող աղքատներն ուտեն եւ կշտանան, թող Տիրոջ օրներգեն, նրան փնտրողները ձեր սիրտը թող ապրի հավիտյան։ Այսինքն սա ինչ է ասում, որ գալու է ժամանակ, եւ երբ որ մենք վստահում ենք Աստծուն, աղքատները ուտելու են, այսինքն արդարություն է վերջիվերջո լինելու։ Ամեն ինչ չարիքով չի վերջանում։ Չարիքից հետո, մթից հետո բացվեց լույսը։ Սա նույնպես մարգարեություն է, այս ամբողջ Սաղմոսը մարգարեություն է։ Երկրի բոլոր ծայրերը կհիշեն եւ Տիրոջը կդառնան, հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև, որտեղ Տիրոջն է թագավորությունը եւ նա է տիրում հեթանոսների վրա։ Այսինքն եւ այս մարգարեությունը եւս կիրավորվի։ Տերը կթագավորի։ Երկրի բոլոր պարարտները կուտեն եւ երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձն կենդանի պահել։ Սա նույնպես մարգարեություն է։ Իրոք դա ներկայացված է եւ հայտնությունում, եւ երբ որ Հիսուսը գա, բոլոր անհավատները, այսինքն ամբարտավանները, ծնկի կգան եւ կերկարպագեն Աստծուն եւ կխոստովանեն
որ իրոք Աստված արդար է, որ իրենց պատժում է։ Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն, ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։ Այսինքն կգա այն օրը, որ այս երկրի վրա կապրեն միայն արդարները, այս երկրի վրա կլինի միայն արդարություն։ Կգան եւ նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է այս ամենը նա արեց։ Այսինքն ինչու եմ ես հավատում, որ այս մարգարեությունը կիրագործվի, որտեղ այս մարգարեության առաջին մասը ճշգրիտ իրագործվեց Հիսուսի կյանքում, եւ Հիսուսը երբեք չի խաբում եւ Աստվածաշունչը երբեք չի խաբում։ Այսինքն ճիշտ է, մենք չարիքով ենք շրջապատված։ Մեր կյանքը այսօր դժվար է, բայց այս բոլորի մեջ հույս կա։ Մենք պետք է վստահենք Աստծուն։ Հիսուսի խաչելությունը մեզ տվեց հույս եւ ազատեց մեղքի եւ սատանայի գերությունից։ Ուրեմն մենք գիտենք, որ փրկության պատմությունը կավարտվի չարի հանդեպ սիրո հաղթանակով, բայց միջ այդ մտահոգող շատ հարցեր են մնում։ Ինչպես կարող ենք օգտակար ձևով մտածել եւ խոսել չարի հիմնախնդրի մասին։ Կարդանք Հոբ 38:1-12-ը։ Գիտեք, երբ որ Հոբը տառապում էր եւ Աստծուն ասում էր. Ինչու է սա կատարվում իմ հետ։ Հոբ 31:12։ Եվ վերջապես Աստված իհարկե երկար համբերեց, լսեց թե ինչեր են ասում իր ընկերները իրան, որ փորձում էին ապացուցել իբր թե ինքը մեղավոր է, դրա համար էլ այդ ամբողջ շարիկները իր հետ պատահում են։ Բայց վերջի այդ բոլորից հետո Աստված պատասխանեց Հոբին։ Հոբ 38:1-12 տեսնենք Աստված ինչ է պատասխանում Հոբին։ Ուրեմն, այն ժամանակները փոթորկի միջից պատասխանեց Հոբին ու ասաց. ով է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։ Տղամարդու պես մեջքդ գոտևորիր, ես քեզ հարցնեմ եւ դու ինձ գիծածդ իմացրու։ Երբ ես դնում եմ երկրի հիմքերը, որտեղ էիր։ Իմացրու ինձ, եթե հասկացողություն ունես։ Եթե գիտես, ասա ով դրեց դրա չափերը կամ թե դրա լարը ով քաշեց, դրա վրա լարը ով քաշեց, դրա հիմքերն ինչի վրա են դրված կամ դրա անկյունակարն ով է դրել։ Երբ առավոտյան աստղերը միասին ցցությամբ երգում են ու երբ Աստծո բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին, ծովը դռներով ով կապեց, երբ սահորոսելով արգանդից դուրս եկավ, երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի եւ մեկը խանձարուր, իմ սահմանը նրա համար հաստատեցի եւ փականք ու դռներ դրեցի եւ ասացի մինչեւ այստեղ գաց եւ էլ չանցնես, այստեղ քո փարայաղալիքները դադար կառնեն։ Քորերում երբևէ մի առավոտի հրամայել ես աշխարհույսին իր տեղը ցույց տվել ես, այսինքն ամեն առավոտ Աստված իր բարությունը ցույց է տալի, ամեն առավոտ հրամայում է արևին, որպեսզի նա դուրս գա եւ լուսավորի մեր ֆիզիկական աշխարհը։ Եվ ուրեմն Աստված այստեղ ասում է, Հոբին հասկացնում է, որ դու շատ բան չգիտես։ Նորից կրկնենք, որ մենք շատ առավելություն ավելի ունենք Հոբից, նա չգիտեր այն ամենը, ինչ որ մենք արդեն գիտենք, չարի ծագումը եւ ինչու է այս բոլոր շարիկ այս երկրի վրա։ Եվ գիտեք, ուրիշ թարգմանությունում այս խոսքը, որ ասում է ով է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով, այսպես է ասում. ինչու ես դու այդքան շատ խոսում, երբ այնքան քիչ բան գիտես։ Այսինքն մարդիկ շատ քիչ բան գիտեն։ Գիտեք, սա նման է ծնողների եւ երեխաների հարաբերություններին։ Շատ անգամ երեխաները չեն հասկանում ինչու է ծնողը թույլ տալիս, օրինակ երեխաները չեն սիրում դպրոց գնալ, շատ քիչ երեխաներ են սիրում, չեն սիրում սովորել, որտեղ դա դժվար է իրենց համար, եւ զարմանում են, եթե իմ հայրը իմ մայրը ինձ սիրում է, ինչու է ինձ ստիպում գնալ դպրոց եւ այսքան տանջվել, այսքան տարի սովորել, կարծես թե տանջանք է իրենց համար եւ չեն հասկանում ինչու են իրենց ծնողները համաձայն, որ իրենք գնան սովորեն, բայց ծնողները լավ գիտեն այն առակը, որ կա, որ ասում է դժվար է սովորելու մեջ, բայց հեշտ է, ռուսերենը այդպիսի ասացված կա, тяжело в учении, легко в бою։ Այսինքն երբ որ սովորում ես, լավ ես սովորում, հետո հեշտ է քո կյանքը լինում։ Փաստերը դա է ցույց տալիս։ Այսինքն, երբ որ մի քիչ նեղություն ես քաշում, քեզ նեղություն ես մի քիչ տալիս, հետո արդեն հեշտ է լինում քո կյանքում։ Նույնը Աստծո
դեպքում մենք չգիտենք Աստված ինչու է թույլ տալիս մեր կյանքում այս կամ այն իրավիճակը, բայց մենք վստահելով գիտենք, որ Աստված գիտի ինչ է անում։ Այսինքն մեզ դպրոցի միջով է անցկացնում, տառապանքի դպրոցի միջոցով, որտեղ այս կյանքը մեր համար դպրոց է պատրաստվելու այն կյանքին, որ Աստված ուզում է մեզ տալ, հավիտենական երջանիկ կյանքին։ Իսկ դրա համար մենք պիտի հաղթահարենք այս բոլոր մեր թեստերը, մեր դպրոցական խնդիրները եւ այլն, մենք պիտի սովորենք այս կյանքի դպրոցում այս տառապանքները մեզ պիտի օգնեն մաքրվելու մեր մեղքերից, որպեսզի մենք պատրաստ լինենք մտնելու երկնքի արքայություն։ Եվ նույնիսկ Հոբը, որ չուներ մեղք, մենք գիտենք ինչու Աստված այդ բոլորը թույլ տվեց, որպեսզի ապացուցի սատանային, որ բոլորը քո նման չեն, Հոբը ինձ սիրում է անկախ նրանից ես իրան ինչ եմ տվել կամ ինչ չեմ տվել, ինչքանով եմ օրհնել կամ ինչ չեմ տվել։ Գիտեք, նորից նման է ծնողների եւ երեխաների հարաբերություններին։ Շատ երեխաներ սիրում են իրենց ծնողներին, քանի դեռ ծնողները փող ունեն, քանի հարուստ են, քանի կարան ծնողից ինչ որ բան վերցնեն, օգուտ ունեն ծնողից, բայց երբ որ ծնողը արդեն ծերանում է, էլ չի կարող որեցե ձև օգտակարներ երեխային, այդ ժամանակ է երևում, թե արդյոք երեխան իրոք սիրում ու գնահատում է իր ծնողին, թե ոչ, թե ուղղակի նա օգտագործում է իր ծնողին կթանկովի պես։ Այս նույն պայքարը գնում է Աստծո սատանայի միջև։ Սատանան անդադար ուզում է ապացուցել Աստծուն, որ այս մարդիկ սիրում են քեզ եւ ծառայում են քեզ եւ պատրաստ են հնազանդվել քեզ, որտեղ դու իրանց օրհնել ես։ Բայց Աստված ուզում է, այսինքն ապացուցում է հակառակը, դրամ այլ գնում է այս մեծ պայքարը, որտեղ եթե մարդ քրիստոնյա է, նա պիտի հասկանա, որ եթե տառապանք է իր հետ լինում, ապա միայն նրա համար, որպեսզի օգնի իրեն ազատվի իր մեղքերից ավելի կատարյալ դառնալ, որպեսզի հետո երբ որ Հիսուսը գա, իրեն ընդունի հավիտենական կյանքի համար։ Ուրեմն նորից մենք ինչպես որ երեխաներն ու ծնողները եւ երեխաները շատ բան չեն հասկանում մեծահասակների կյանքից, նույն ձևի եւ մենք։ Ճիշտ է, մենք գիտենք շատ հարցերի պատասխան Աստվածաշից, բայց դեռ որքան հարցեր կան, որ մենք դրանց պատասխանները չգիտենք, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի վստահենք մեր ծնողին։ Ուրեմն մենք պետք է մեր համար դա շատ դրական է, երբ որ մենք նույնիսկ տառապանքի մեջ, նույնիսկ ցավերի մեջ վստահում ենք եւ գովաբանում ենք Աստծուն։ Եվ այդ խոսակցությունից հետո գիտեք Հոբը ինչ է ասում։ Կարդանք Հոբ 42:3։ Հոբը ասում է. դու ինձ ասեցիր, ինքնով է որ խորհուրդ անգիտության պահի, եւ ասում է իրոք խոսել եմ, բայց չեմ հասկացել։ Ինձ համար սքանչելի են եղել ու ես չեմ իմացել։ Այսինքն ինձ համար հանելուկ էր, ես չեմ հասկացել, դրա համար խոսել եմ։ Չեմ իմացել ճիշտը։ Այսինքն Հոբը հասկացավ, որ կա ինչ-որ բան, որ ինքը դեռ չի հասկանում։ Ուրեմն այս պատասխանով Աստված մեզ հասկացնում է, որ կան շատ բաներ, որ մենք չենք հասկանում, չգիտենք, եւ պետք է դա խոնարհաբար գիտակցենք, ինչպես Հոբը գիտակցեց, որ աշխարհում եւ վարակվիրից այն կողմ շատ բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։ Այն, որ մենք չգիտենք մեր հարցերի պատասխանները, չի նշանակում, որ դրանք չունեն լավ պատասխաններ։ Ունեն, ուղղակի մենք դեռ չգիտենք, չենք ստացել այդ պատասխանները, կամ որ մի օր ամեն ինչ իր տեղը չի ընկնելու։ Իսկ մինչ այդ պետք է վստահենք Աստծո բարությանը, որ տարբեր ձևերով դրսևորվում է եւ դրսևորվել է մեր կյանքում։ Մենք պետք է տեսնենք եւ հաշվենք այն բոլոր օրհնությունները, որ մենք ունենք Աստծուց։ Ամեն մարդ ունի Աստծուց օրհնություն, այլ ոչ թե նայենք ուրիշի օրհնություններին եւ ասենք ինչի մենք այս օրհնությունը չունենք։ Չէ։ Նայենք մեր օրհնություններին եւ Աստծուն շնորհակալ լինենք մեր օրհնությունների համար եւ Աստված ավելի շատ կտա։
խոսքս ֆիզիկական, այսինքն միայն հարստության մասին չի, կամ շատ մարդիկ օրհնությունը հասկանում են որպես ֆիզիկական հարստություն եւ այլն, չէ, կան ավելի շատ օրհնություններ։ Ուրեմն, Եսայա 55:8-ում Աստված հռչակում է. «Արդարև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»։ Աստծո մտքերն անհամեմատ ավելի բարձր են մեր մտքերից։ Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել Աստծո ծրագրի ողջ բարդությունը երկրի հանդեպ։ Հաշվի առնելով սա, ինչու ենք հանկարծ մտածում, որ կարող ենք հասկանալ Աստծո պատճառները, թե ինչ է անում կամ ինչ չի անում տարբեր իրավիճակներում։ Չարի հիմնախնդրի հանդեպ մոտեցումներից մեկը հիմնված է մեր գիտելիքների սահմանափակության վրա, որը կոչվում է սկեպտիկ թեիզմ, այսինքն թերահավատ հավատ։ Թեիզմ թերմը սերում է հունարեն թեոս բառից, որը նշանակում է Աստված։ Թերահավատ թեիստը նա է, ով հավատում է, որ Աստված ծանրակշիռ պատճառներ ունի վարվելու այնպես, ինչպես վարվում է, սակայն հաշվի առնելով մեր գիտելիքների իմացության սահմանափակությունը, մենք չպետք է հուսանք, որ կարող ենք հասկանալ այդ պատճառները։ Թերահավատ թեիստը թերահավատորեն է վերաբերվում մարդու կարողությանը, որ կարող է գիտակցել կամ լիովին հասկանալ Աստծո վարքագծի պատճառներն այս աշխարհում առկա չարիքի վերաբերյալ։ Այսինքն ոչ թե կասկածով է վերաբերվում Աստծուն եւ իր գործերին, այլ հասկանում է, որ ինքը սահմանափակ մարդ է եւ չի կարող ամեն ինչ հասկանալ։ Գիտեք, սա շատ կարեւոր է։ Այն, որ մարդն օրինակ չի տեսնում մեր շուրջը օդում լողացող մանրեները, չի նշանակում, որ դրանք չկան։ Այն փաստը, որ մարդը չգիտի, թե որոնք են Աստծո պատճառները, անշուշտ չի նշանակում, որ Աստված չունի հիմնավոր պատճառներ։ Կարդանք Սաղմոս 73-ը, սա նույնպես շատ հետաքրքիր սաղմոս է, եւ այս սաղմոսի հեղինակը Ասափը նույնպես տառապում էր այդ հարցից։ Տեսեք ինչ է նա ասում։ Եվ քիչ էր մնացել, որ ոտքերից ծռվեին, ու բան չէր մնացել, որ քայլածքս սահեր, որտեղ նախանձեցի ամբարտավաններին, ամբարիշների խաղաղությունը տեսնելով։ Գիտեք, մարդիկ նայում են այդ ամբարիշներին, կարծում են, թե իրանք խաղաղության մեջ են, բայց այդպես չի։ Այդ ամբարտավանների մեջ սարսափելի փոթորիկ է, անհանգստություն սարսափելի, իրանք չունեն այն երանելի խաղաղությունը, որ տալիս է Աստված։ Սա ուղղակի մարդկային սուբյեկտիվ տեսակետ է, մարդը նայում է եւ այդպես կարծում է, որովհետեւ նրանք ցավ չունեն մինչեւ իրենց մահը եւ նրանց մարմինն էլ ամուր է։ Մարդուն այդպես է թվում, թե ամբարտավանների կյանքը այդպիսին է։ Նրանք մարդու նեղության մեջ չեն եւ չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ, դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց եւ բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։ Այո, լավ կյանքը, այսինքն երբ որ մարդը փող ունի, փափուկ է իր կյանքը, ինչ է լինում, ամբարտավությունը, ասում է, վզնոցի պես պատում է նրանց, դառնում են ամբարտավան, հպարտ, դառնում են բռնություն իրագործող, կարծես թե իրանք իրավունք ունեն դա անելու, որտեվ ուժեղ են, որտեվ հարուստ են։ Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում, ծիծաղում են եւ չարությամբ խոսում, բռնության համար բարձրից են խոսում։ Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի վրա։ Այսինքն նույնիսկ իրենց կարծում են Աստված, Աստծո դեմ են ելույթ ունենում եւ ծիծաղում են։ Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ եւ լույսյան պիտի ջուր քամեն իրենց համար եւ ասում են. Աստված ինչպես գիտի եւ կա արդյոք գիտություն բարձրալի մոտ, այսքան ասում են, մենք ինչ ուզում անում ենք, Աստված էլ լռում է։ Սրանք են ահա ամբարիշները, որ հաջողակ են այս աշխարհում եւ ավելացնում են հարստությունը։ Այո, դա կարող է լինել, բայց արդյոք դա նշանակում է, որ այս մարդիկ երջանիկ են։ Հասկանում եք, մարդկանց մոտ խաբուսիկ տպավորություն է ստեղծվել, որ այս ամբարտավան, հարուստ, այս հպարտ, այս գոռոզ մարդիկ իրանց կյանքը լավն է, երջանիկ է, ոչ։ Այդ ձևի լինել դա արդեն դժբախտություն է։ Եվ իրենք էլ երազում են իրանց պես լինել, այսինքն իբր թե իշխանություն ունենան եւ իրանց իշխանությունը
բացասական ձևով մարդկանց վրա ցույց տամ։ Հիրավի զուր տեղն եմ իմ սիրտը սրբում եւ իմ ձեռքերը լվանում սրբությամբ եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում եմ ամեն առավոտ, եթե ասեր, թե ես էլ նրանց նման կխոցեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։ Շատ մարդիկ կան, որ իրենց հեռու են պահում անարդարությունից, կարային շատ անխիղճ բաներ անեն եւ հարստանային, բայց չեն անում, իրեն խղճով են ապրում, արդարության են ձգտում եւ այդ պատճառով չեն հարստանում, ստրուկ չեն դառնում այն մարդկանց, որ քեզ այսքան փող տամ, սրան սպանի, քեզ այսքան փող տամ, սրան վատություն արա եւ այլն եւ այլն, կամ խափում են կամ անարդարության փող են վաստակում եւ ազնիվ մարդիկ չեն ուզում այդ ձևով ապրել եւ այդ ձևով անել եւ իրանց մոտ հարց է առաջանում, որ մենք ձգտում ենք արդար ապրել, բայց սրանք ավելի լավ են ապրում, ավելի հեշտ են ապրում եւ ավելի հաջողակ են եւ կարծես թե փոշմանում են, որ այդպես արդար են ապրում։ Եթե ասեի, թե ես էլ նրանց նման խոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի, եւ ես միտք հայեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ, մինչեւ որ Աստծո սրբարանը մտա եւ նրանց վերջն իմաց, այսքան մինչեւ որ ինքը պատասխան ստացավ Աստծուց, Աստծո օբյեկտիվ պատասխանը։ Աստված իրեն բացեց, թե ինչ է կատարվում։ Հիրավի դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց, ինչպես են հանկարծակի ոչանում, սատկում կորչում զարհուրանքով, ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու զարթնելուց պիտի անարգես նրանց պատկերը, այսինքն Աստված նրանց սրբարանում բացում է, թե ինչ է այս մարդկանց ապագան, այս չարերի ապագան։ Գիտեք, երբ որ լինում է, երբ որ մարդ որոշ ժամանակ նեղություն է կրում, հետո երբ որ հավատքով օրհնությունով դուրս է գալ, տանում է այդ նեղությունը եւ դուրս է գալ այդ նեղությունից, իրա բարեկեցությունը ավելի ապահով եւ երկար է, քան թե որ այս մարդկանց։ Այսինքն ընտրությունը այսպես է, ուզում ես այս կարճ ժամանակում իբր թե բարեկեցիկ լինել, իշխանություն ունենալ, բռնանալ ուրիշների վրա, վախեցնել ուրիշներին, դա պատիվ է համարվում, չէ՞։ Ախպեր, ես սենց եմ, ես կարամ սրան սենց անեմ, նրան անենց անեմ։ Եվ կարճ ժամանակ Աստված կարծես թե իրենց թույլ է տալիս դա անելու, բայց հետո իրենց վերջը խայտառակություն է։ Հիմա մեր ընտրության մեջ է, մենք ուզում ենք այս կարճ իբր թե բարեկեցություն, իբր թե որտեղ դա բարեկեցություն չի, դա չգիտեմ, զզվել է այդ ամենը, եւ ես բոլորին չեմ ուզենա այդպեսին լինել, այսինքն այդ վիճակում լինել, եւ բոլորին չեմ նախանձում այդ մարդկանց, ովքեր իրենց իշխանությունը բանացնում են չարի համար, երբեք, բայց կան մարդիկ, որ նախանձում են եւ ուզում են իրանցպես լինել եւ նույն ձևի իշխանություն բանացնել մարդկանց վրա, մեկը իր ուզածը չանի հանեն, ատրճանակը խփեն եւ այլն, այսինքն սա բոլորը սատանայի ճամփաներն են։ Եվ մեր ընտրության մեջ արդյոք մենք ընտրում ենք այդ ժամանակավոր իբր թե բարիքը, շակերտների մեջ բարիքը, թե ընտրում ենք որոշ ժամանակ տառապենք այս ժամանակավոր երկրային կյանքում, բայց մաքրվենք մեր մեղքերից եւ պատրաստ լինենք հավիտենական երանելի կյանքի։ Ուրեմն, երբ իմ սիրտը դառը ցավեց եւ իմ հոգուց խոցվեցի, այն ժամանակ ես հիմար էի, տեսեք հոբի պես է խոսում, եւ չիմացա, չհասկացա, անասունի պես եղա քո առաջ, հոբի պես է խոսում, ասում շատ բան չգիտեի, դրա համար այդպես է խոսում, բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ այս ձեռքից, դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով եւ վերջը փառքով պիտի ընդունես ինձ, ով ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Այսինքն տեսեք, ասափի դիրքորոշումը, ով ունեմ երկնքում բացի քեզանից, երկրի վրա էլ ուրիշ ինչ եմ ուզում, չեմ ուզում ես դրանց ճակատագիրը, այսինքն դրանց բարիքների իբրթե, թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է եւ իմ բաժինը։ Այո, թող ես հարուստ չլինեմ, թող ես կարծես թե լիովին առողջ չլինեմ, չնայած եթե մենք հետևենք Աստծո տված
խորհուրդների նարության վերաբերյալ նաև առողջ կլինենք, բայց ես ուրախ եմ, որ դու ես իմ Տերը, դու ես իմ Թագավորը, դու ես իմ սրտի ուժը եւ իմ բաժինը, որտեվ քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն, դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ, բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն, իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա եւ քո բոլոր գործերը պատմեմ, որ քո բոլոր գործերը պատմեմ։ Ուրեմն ինչ է շնություն են անում քո դեմ, այսինքն որ Աստծուն հավատարիմ չես, դու շնություն ես անում Աստծո դեմ։ Ուրեմն մենք տեսանք, որ Ասափը խորապես մտահոգված էր աշխարհում, երբ որ տեսնում էր ինչ է կատարվում, ամեն ինչ անարդար ու անազնիվ էր թվում, բայց ինքը պատասխան ստացավ Աստծուց եւ հասկացավ ինչ է կատարվում։ Ուրեմն Աստված մեզ տվել է ազատ կամք, այսինքն ազատ ընտրություն, եւ պաշտպանում է մեր այդ իրավունքը, ազատ կամքի իրավունքը։ Ուրեմն այս ազատ կամքի պաշտպանությունը այն տեսակետն է, որ չարիքն առաջանում է արարածների կողմից ազատ կամքի չարաշահման հետևանքով, այլ ոչ թե Աստծո կողմից։ Մարդիկ չարաշահում են այն ազատ կամքը, որ Աստված իրենց տվել է, այսինքն չարիք են գործում փոխանակ բարի գործեն։ Այսպիսով Աստծուն չի կարելի մեղադրել չարի գոյության համար, դա արդյունք է այն բանի, որ արարված էակները չարաշահեցին ազատ կամքը, որ տվել էր Աստված բարի նպատակներով։ Հարց է առաջանում, ինչու Աստված նման ազատություն տվեց։ Այդ առումով Clive Lewis-ը գրել է մի անգամ իր Պարզապես քրիստոնեություն գրքում H22, թեև կամքի ազատությունը հանգեցնում է չարի առաջացմանը, միևնույն ժամանակ միակ բանն է, որ հնարավոր է դարձնում ցանկացած տեսակի սեր, բարություն կամ ուրախություն։ Ռոբոտների աշխարհը մեքենաների նման աշխատող արարածներից բաղկացած աշխարհը հազիվ թե իմաստ ունենար։ Երջանկությունը, որ Աստված նախատեսում է իր բարձրագույն արարածների համար, ազատ լինելու երջանկությունն է, երբ կամավոր միաբանվում ենք նրան ու միմյանց հետ, եւ դրա համար նրանք պետք է ազատ լինեն։ Գիտեք, երբ որ դուք սիրում եք ձեր ամուսնուն եւ սիրով եք ապրում իր հետ, ինչքան տարբեր է, երբ որ դուք վախենում եք եւ վախով եք ապրում։ Դժբախտ այն կինը, որ վախի մեջ է ապրում իր ամուսնու հետ, որտեղ ամուսինը իր ուժը օգտագործում է ի չարիք իր ընտանիքին։ Եվ ուրեմն այստեղ գիտեք հիմա շատ ռոբոտներ են ստեղծում եւ մարդիկ էլ ուրախանում են։ Եվ նույնիսկ տեսել եմ վիդեոներ, որ մանավանդ ծեր մարդիկ այդպիսի աղջիկ ռոբոտներ են առնում, չգիտեմ, հետները ապրում են, նույնիսկ տիկնիկներ կան ռեզինից։ Շատ այդպիսի դեպքեր եմ տեսել, այսինքն վիդեոներ եմ տեսել, նույնիսկ գնում են ռեստորան, այդ տիկնիկի հետ կամ այդ ռոբոտի հետ, իբր թե կերակրում են։ Այսինքն այս մարդիկ հասել են, ասենք ասենք, չեն ուզեցել իրանց սերը կիսվել իրանց կնոջ հետ եւ ուզում են մի հատ ռոբոտի պես կնիկ, որ իրանց հետ ոչ խոսա, ոչ բվա, ոչ գվա, ոչ մի բան չասի, մենակ ասենց մեռելի պես նայ, ի՞նչ է ռոբոտը, մեռելի պես մի բան է, մեռելն էլ չի ոչ կարա զգա, ոչ կարա խոսա, ոչ կարա, հա կարան պրոգրամ դնեն այդ ռոբոտի մեջ, այդ ռոբոտի ձենով ասի I love you կամ չգիտեմ ինչ։ Հասկանում եք տարբերությունը, իսկական կենդանի կինը, երբ որ սիրում է տղամարդուն եւ այդ ռոբոտը, որ իբր թե խայտարակություն է, այսինքն մարդը հասել է խելահեղության մեղքի պատճառով, այնքան մեղքի մեջ է, այնքան չգիտեմ, այնքան չի ուզեցել այդ խնդիրները լուծի իր ընտանիքի, որ այսպեսի լուծում է գտել մի հատ անլեզու ռոբոտ առնի կողքը դնի եւ իբր թե դրանով երջանիկ լինի։ Ապշեցուցիչ է սա իսկապես, կարդանք Ծննդոց 2:2 գլուխ 16-17 համարը, երբ որ Աստված Ադամին ու Եվային ասում է, որ այս բոլոր ծառերից կարաք ուտեք, բայց այս մի ծառից չուտեք, դա ինչ է նշանակում, որ Աստված իրենց ընտրություն, ազատ կամք է տվել եւ ընտրության արարություն է տվել։ Եթե Աստված չտար այդ հնարավորությունը, ինքը այդ ծառը չէր դնի այդտեղ։ Եվ ցավոք նորից Ադամն ու Եվան իրենց
մենք գիտենք, որ իրենց չարաշահեցին իրենց ազատ ընտրության կամքը եւ ինչպես սկզբում ասեցինք, իրենց գլխին պետ նշանակեցին սատանային եւ դրա համար հիմա այդ տառապանքի մեջ է իրանց ամբողջ ցեղը, մարդկային ցեղը։ Ուրեմն Ադամն ու Եվան կերան այդ արգելված ծառի պտուղը եւ այդ օրվանից մեր բոլորակը լցվեց չարությամբ։ Այսինքն գենետիկորեն մարդիկ հակված են չարության։ Եվ անմիջապես այդ պատմությունից հետո ինչ ենք մենք տեսնում Աստվածաշեջերում։ Առաջին մահը, որ Կայենը սպանեց իր եղբորը Աբելին, դժբախտությունը մտավ երկիր, դրանից հետո շատացավ եւ հիմա հասել է այս օրն ենք մենք ընկել մեր երկրում ահավոր չարիք է։ Ուրեմն Ադամի ու Եվայի կողմից ազատ կամքի չարաշահումը մեղք ու չարիք բերեց մեր բոլորակի պատմության մեջ եւ ամբողջ Աստվածաշնչով Աստված միշտ ընտրություն է դնում մարդու առաջ, երկրորդ օրինաց 7:12-13 Աստված ասում է, եթե ուզենաք ենթարկվել իմ օրենքներին, բարգավաճում է ձեզ սպասում, եթե չէ, դուք եք ընտրում, հակառակը կլինի։ Հեսուն ասում է, քանի հնազանդվում եք ասում, քանի դեռ հնազանդվում եք ասում, լավ կլինի ձեր կյանքը։ Եթե չեք հնազանդվում, չեք ասում ընտրություն արեք, երկու ոտի վրա չեք կարող անդադար մնալ։ Ընտրեք, կամ Աստծուն եք ընտրում, կամ չգիտեմ, այս Աստծուն, այն Աստծուն, ամորացիների Աստծուն, բայց ասում ես եւ իմ ընտանիքը ծառայելու ենք Աստծուն։ Հարց չկա դրանում, իմ մոտ հարց չկա, ես միշտ Աստծուն եմ ծառայելու։ Եվ ուրեմն Եսայա կարդանք Սաղմոս 81 11-14, Սաղմոս 81 11-14 ասում է, իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, չհավանեց ինձ, ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպես ընթանան ըստ իրենց խորհուրդների։ Աստված ասեց, չուզեցան լսել, Աստված ասեց, լավ, ուզում եք ձեր ուզած արեք, եւ ինչ դուրս եկավ։ Եթե իմ ժողովուրդը ինձ լսեր եւ գնար իմ ճանապարհի մեջ, նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի եւ իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։ Այսինքն մարդու բարգավաճումը, մարդու լավ լինելը եւ ազգի եւ երկրի կախված է ինչից։ Ինչքանով է այդ մարդը, այդ երկիրը, այդ ազգը ենթարկվում Աստծուն։ Եթե մենք ունենք թշնամիներ, եթե մեր թշնամիները հաղթում են մեզ, նշանակում է, որ մենք Աստծուց հեռու ենք եւ դրա համար Աստված չի կասեցնում մեր թշնամիներին։ Տիրոջ ատողները պիտի խոնարհվեին նրա առջև եւ նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ, եթե Աստծուն լսեին։ Նա պիտի կերակրեր նրանց անտիր ցորենով եւ վեմից բխած մեղրով, այսինքն լավագույն մեղրով, պիտի կշտացներ քեզ, եթե դու հավատարիմ լինեիր Աստծուն։ Եթե չէ, Աստծո մեղքը չի, Աստված տվել է, թե ինչպես ձևը, բացատրում է ինչպես կարող ես երջանիկ լինել, բայց եթե դու ուզում ես սատանայի ստրուկը դառնալ, դարձիր։ Մենք Աստված իր հավատարիմ եղողվարդանց կոչում է զավակ, զավակներ, բայց երբ որ մարդ կոնտրակտ է կապում սատանայի հետ եւ պաշտում է նրան գիտակցաբար եւ անգիտակցաբար, նա դառնում է սատանայի ստրուկը։ Սատանան զավակներ չունի, նա միայն ստրուկներ ունի։ Վախից իրեն ծառայում են կամ էլ շահից ելնելով։ Իրան ձևացնում է թե իբր թե ինքն է, այսինքն խաբելով բանով հարստություն են կամ սպանելով հարստություն են ձեռք բերում եւ դրա պատճառով իրենց հոգին ծախում են սատանային։ Ուրեմն մեր կյանքի յուրաքանչյուր օր մենք ինքներս էլ այս կամ այն չափով օգտվում ենք կյանքի կամքի ազատությունից, որ տվել է Արարչի կողմից։ Ամեն հարցում մենք ինչ որ ընտրություն ենք կատարում։ Օրինակ ասենք, թե ես ուզում եմ փող վաստակել, իմ առաջընտրությունն է վատ ձևով վաստակել մարդկանց վնաս պատճառելով, թե լավ ձևով։ Ասենք, թե այս վատ ձևովը
շատ փող է առաջարկում, լավ ձևով է, ոչ շատ, սովորն ես ընտրում մարդկանց վատություն անելով հարստանալ, դա բարիքի չի բերի։ Մենք պիտի սկզբունքային լինենք, ոչ թե հարստության վազող գերիներ և ստրուկներ։ Կարծում են մարդիկ, թե հարստությունը իրանց ազատություն տալի, այդպես չի։ Մեղքի ազատությունն է, մեղքից ազատությունն է մարդուն ազատություն տալիս, այլ ոչ թե։ Կան շատ աղքատ մարդիկ, որ ազատ են, լիովին ազատ, և երբեք չեն ծախվի, սրա նրան փողի կամ չգիտեմ ինչի համար։ Առանց կամքի ազատության մենք նման չենք լինի մարդու բառից բուն իմաստով, մենք ավելի շուտ կնմանվեինք մեքենայի կամ նույնիսկ առանց բանականության ռոբոտների։ Sony կորպորացիան ստեղծել է Aibo անով ռոբոտ շուն։ Նա իսկական շանտեսկ ունի, սակայն չի հիվանդանում, չի վարակվում ոչիլներով, չի կծում, ներարկումների կարիք չունի և նրա մազերը չեն թափվում։ Դուք կփոխեք միսուարիոնից կազմված ձեր կենդանի շանը Aibo ռոբոտի հետ։ Եթե ոչ, ապա ինչպես կարող է ձեր ընտրություն օգնել, որ ավելի լավ հասկանաք, թե ինչու է Աստված մեզ ստեղծել այնպիսին, ինչպիսին կանք, ազատ կամքով, չնայած այն չարաշահելու ռիսկերին։ Գիտեք, այդ շունը կսիրի մեզ, իհարկե ոչ։ Այդ շունը հավատարիմ կլինի մեզ, իհարկե ոչ։ Այդ շունը կերջանկացնի մեզ, իհարկե ոչ։ Ինչ մեռած շունը, ինչ այդ ռոբոտ շունը, ոչ մի տարբերություն չկա։ Եվ Աստված մարդկանց ազատ կամք է տվել, որտեղ դա անհրաժեշտ է այն հարաբերության համար, որի հիմքը սերն է, իսկ ազատ կամքի չարաշահումը չարիքի պատճառն է։ Եվ դարձյալ բազմաթիվ հարցեր են մնում։ Աստված թույլ է տալիս չարը ժամանակավոր, բայց միաժամանակ բուռն կերպով ատում է այն։ Աստված ատում է չարը։ Եթե չարի գոյությունը բացառվեր, կբացառվեր նաև սերը, իսկ չարին ժամանակից շուտ ոչնչացնելը կխորտակի սիրո համար անհրաժեշտ վստահությունը։ Կարդանք Էլեն Ուայթի դարերի փափագից H8. Երկիրը պատվեց Աստծո վերաբերյալ սխալ պատկերացման խավարով, որպեսզի մութ ստվերները ցրվեին եւ աշխարհը կրկին վերադառնար Աստծուն, անհրաժեշտ էր տապալել սատանայի մոլորեցնող իշխանությունը, դա չէր կարելի անել բռնությամբ։ Բռնության կիրառումը հակասում է Աստծո կառավարման սկզբունքներին։ Նրա համար ցանկալի է միայն սիրո ծառայությունը, իսկ ստիպողաբար սիրել հնարավոր չէ, անհնար է այն ձեռք բերել ուժով կամ իշխանությամբ, միայն սերն է սեր արթնացնում։ Ճանաչել Աստծուն նշանակում է սիրել նրան, նրա բնավորությունը պետք է բացահայտվի ի հակադրություն սատանայի բնավորության։ Առանց կամքի ազատության չի կարող սեր լինել, իսկ եթե Աստված սեր է, պարզ է, որ Աստծո համար իրականում տարբերակ չէ ժխտել սերը կամ սիրո գոյության համար անհրաժեշտ ազատությունը։ Կարելի է նաև ենթադրել, որ եթե մենք իմանայինք վերջը սկզբից, ինչպես Աստծո դեպքում է, չենք ցանկանա, որ նա մեզ զրկի ազատությունից։ Ի վերջո, ով կցանկանա ապրել անսեր տիեզերքում։ Իհարկե ոչ ոք։ Եթե նույնիսկ մենք չենք կարող, մենք կարդացինք Հայտնություն 21:3-4 համարը, որ Աստված ապրելու է, եկեք կարդանք Հայտնություն 21:3-4։ Հայտնություն 21:3-4։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է, եւ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու, չի լինելու նաեւ ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որտեղ նախկիններն անցան։ Այսինքն գալու է ժամանակ, որ Աստված ընտրելու է ապրել մեր երկրի վրա, որտեղ Հիսուսը թափեց իր արյունը, եւ այդ ժամանակ արդեն թագավորը լինելու է Աստված, Հիսուսը, եւ ոչ մի չարիք էլ չի լինի այս աշխարհի վրա։ Եթե նույնիսկ մենք չենք կարող տեսնել խավարի միջով Աստված տեսնում է վերջը սկզբից, նա տեսնում է նաև հավերժական երանությունը, որ խոստացվել է Հիսուսին հավատացողներին։ Հռոմեացիներ 8:18-ի համաձայն այս ժամանակի չարչարանքներ արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Այսինքն, եթե վերցնենք նորից դպրոցը,
որ 10 տարի կարծես թե տառապում է աշակերտը եւ սովորում է, եւ երբ որ հետո նա լավ գործ է ունենում եւ կարողանում է իր ընտանիքը պատվով պահել իր ազնիվ գործով, արդեն այդ դպրոցական տարիները, որ ինքը համարում էր տառապանք, ինչպես կնայի, շատ գնահատանքով կնայի, շատ շնորհակալ կլինի այդ հնարավորության համար իր ծնողներից, որ ծնողները այդ հնարավորությունը իրեն տվել են, որ ինքը սովորի եւ մասնագետ դառնա, որտեղ շատ երեխաներ ուզում են այդ հնարավորությունը եւ չկա մանավանդ առաջներում երեխաները ստիպված էին դպրոցը թողնել, գնալ ինչ որ գործերով զբաղվել, որպեսզի ապահովեն, օգնեն իրենց ծնողներին առօրյա հացը ապահովելու։ Ուրեմն ինչքան շնորհակալ պիտի լինեն ծնողներից այն երեխաները, որ ծնողները ամեն դժվարության գնում են, ամեն ինչի համբերում են, միայն թե իր երեխան հնարավորություն ունենա սովորի եւ վերջի վերջո կարողանա նորմալ ձևով իր ընտանիքը պահի։ Եվ նույնը ուրեմն այս հարցում է մեր կյանքը հիմա թվում է շատ դժվար, շատ տառապալի, բայց երբ որ մենք հավիտենական կյանքի մեջ մտնենք, երբ որ մենք ապրենք Աստծո ներկայության մեջ հավիտենապես այդ երանության մեջ, մենք արդեն ոչինչ կհամարենք այս ժամանակավոր մեր տառապանքները։ Նաև այնքան նուրբ, այնքան հիմնարար էր սերը եւ նրանից բխող ազատությունը, որ դա մերժելու փոխարեն Հիսուսը դեպի խաչ գնաց, որտեղ մեծ տառապանքներ պետք է կրեր, եւ այնուամենայնիվ նա մեզ պարգևեց այդ ազատությունը իմանալով, թե ինչ գին պետք է վճարի դրա համար։ Ինչու է այս միտքն այնքան կարևոր, որ միշտ մեր աչքի առջև պահենք։ Ուրեմն վերջում կարդանք Նահապետներ եւ մարգարեներ գրքից, ինչու թույլ տրվեց մեղքը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Սատանան դուրս վռնդվեց երկնքից, ասահման իմաստությունը չոչնչացրեց նրան, քանի որ Աստծուն ընդունելի է միայն սիրո ծառայությունը, նրա արարածների հավատարմությունը պետք է հիմնված լինի նրա արդարության ու բարության համոզմունքի վրա։ Անպատրաստ լինելով հասկանալու մեղքի բնույթը կամ հետևանքները, երկնքի եւ բոլոր աշխարհների բնակիչները չէին կարող տեսնել Աստծո արդարությունը սատանայի ոչնչացնելու մեջ։ Մենք այս մասին բազմաթիվ անգամ խոսացել ենք։ Եթե անմիջապես ոչնչացներ սատանային, կասեն, հա, ճիշտ էր ասում սատանան, ով իրեն չի ընդհարկում, ոչնչացնում է։ Բայց Աստված թույլ տվեց, որ սատանան բացահայտի, թե ինչ է նշանակում առանց Աստծո տիեզերք կամ երկիր, եւ որպեսի հասկանային բոլոր մյուս էակները, թե ինչ է նշանակում Աստծոց հեռանալ։ Եթե նա անմիջապես բնաջին ջարվեր, ոմանք ասում կծառային ավելի շուտ վախից, քան սիրուց։ Խաբեբայի այցելությունը ազդեցությունը լիովին չէր վերանա, ոչ էլ ապստամբության ոգին ամբողջապես արմատախիլ կարվեր։ Անվերջանալի դարերի ընթացքում ողջ տիեզերքի բարության համար նա պետք է ավելի լիարժեք զարգացներ իր սկզբունքները, որպեսզի ստեղծված բոլոր էակները ճշմարիտ լույսի ներքո տեսնեին աստվածային կառավարության դեմ նրա մեղադրանքները եւ որպեսզի Աստծո արդարությունն ու գթասրտությունը եւ նրա օրենքի անխախտելիությունը հավիտյան զերծ մնային բոլոր կասկածներից։ Սատանայի ապստամբությունը դաս պիտի լիներ տիեզերքի համար գալիք բոլոր դարերի ընթացքում, մշտնջենական վկայություն մեղքի բնույթի եւ նրա հրեշավոր հետևանքների մասին։ Սատանայի գաղափարների իրականացում, որի հետևանքներով ինչպես մարդկանց, այնպես էլ հրեշտակների վրա պետք է ցույց տալ, թե որն է աստվածային հեղինակության ոտնահարման արդյունքը։ Դա պիտի վկայեր, որ Աստծո կառավարության գոյության հետ է կապված նրա ստեղծած բոլոր արարածների բարեկեցությունը։ Այդպիսով ապստամբության այս սոսկալի փորձի պատմությունը հավերժական երաշխիք պիտի լիներ բոլոր սուրբ էակների համար, որպեսզի նրանց հետ պահեր օրենքը խախտելու վերաբերյալ խաբվելուց եւ փրկեր նրանց մեղանչելուց եւ դրա պատիժը կրելուց։ Այսինքն, երբ որ ասում է Աստված բռնություն չի իրագործում, Աստված երբեք բռնություն չի իրագործում իր հանդեպ սեր առաջացնելու համար։ Սա է, հիշեք, չի կարելի ստիպել մարդուն իրեն սիրել, հնազանդվել կամ չգիտեմ ինչ անել, բայց Աստված իհարկե
կհրամայի պատժել եւ դա նշանակում է բռնություն իրագործել պատժով ամբարիշներին արդարադատության համար, ոչ թե ուզում է ստիպել, որ իրան սիրեն, այլ որտեղ իրենք հասել են իրենց անհրության կիզակետին եւ արդեն ժամանակը հասել է, որ իրենք ոչնչանան եւ արդարադատության համար Հիսուսը ոչնչացնելու է անարդարներին, անօրեններին, ամբարիշտներին։ Սա է ամբողջ տարբերությունը։ Իսկ մարդիկ օգտագործում են իրենց ուժը մարդկանց ստիպելու իրենց իբր թե սիրել, վախենալ իրենցից, հաճույք են ստանում, որ մարդիկ վախենում են իրենցից։ Դա սարսափելի է։ Իբր թե պատիվ է, ասում է, ինձնից բոլորը վախենում են։ Հարգել ուրիշ բան է։ Բայց վախենալը շատ վատ է։ Ես չեմ ուզում, որ ինչ որ մեկ ինձանից վախենա։ Հարգել այո, բայց վախենալ դա տգեղ է եւ զզվելի է։ Սերը եւ հարգանքը գեղեցիկ են, բայց վախը սատանայից է եւ զզվելի է։ Ուրեմն հիշենք սա, շնորհակալություն Աստծուն իր բարի դասերի համար եւ թող այս դասը մնա մեր մտքի մեջ այս գալիք շաբաթվա բոլոր օրերին, որպեսզի մենք ամեն ընտրություն, որ մենք անում ենք մեր օրվա մեջ, անենք իշահ արդարության, այլ ոչ թե իշահ մեծ շահերի։ Գիտեք, մարդիկ միշտ ընտրում են իրենց շահը, չնայած, որ դա խախտում է արդարությունը եւ արդարադատությունը։ Ուրեմն, երբ այս աշխարհում կլինի արդարություն, երբ որ ամեն մարդ սովորի, որ պետք է ձգտել ոչ թե իմ շահին, այլ ընդհանուր շահին, արդարությանն, որ լավ լինի ոչ միայն իմ համար, այլ նաև իմ կողքինների համար։ Սա շատ բարդ հարց է եւ կա ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց մասին հուսով եմ մյուս դասերում կլինի, որտեղ մարդիկ շատ պրիմիտիվ են սա հասկանում, բայց սա իրականում բարդ է եւ բազմակողմանի հարց է։ Ուրեմն թող Աստված դաջի մեր սրտում մեզ դասերը, որպեսզի մեր ամեն օրվա ընթացքում մենք ընտրենք Աստծո կողմը։ Մենք չչարաշահենք մեր ազատ կամքը, այլ օգտագործենք իշահ մեր եւ ուրիշների բարօրության, վերջնական բարօրության, ոչ թե ժամանակավոր։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք երբեք չնախանձենք այս հարուստ անարդարներին, երբեք չուզենանք լինել իրենց պես, չերազենք այդ սուտի փառքի մասին, սուտի երկրպագության մասին եւ թող Աստված մեզ օրհնի, որ երբեք չկուրանանք այդ ժամանակավոր բաներով, որտեղ Աստված ինչ որ անհրաժեշտ է պետք է մեր կյանքի համար, ինքը ապահովում է։ Երբեք չթերագնահատենք Աստծո սերը։ Պետք չէ դիմել խաբեության, պետք չէ դիմել սուտի եւ դաժանության կամ չգիտեմ տարբեր այլ բացասական բաների, որպեսզի իբր թե ապահովենք մեր բարեկեցությունը։ Ոչ, եթե մենք հետևենք Աստծո օրհնության, մենք ազնիվ ձևով կապահովենք մեր բարեկեցությունը։ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Թող Աստված մեզ օրհնի գալիք բոլոր օրերում եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։